ամենակարևորը, երբ մենք գալիս ենք օգոստոսի 8-ին, պետք է խոսենք ինչու իշխանությունները չբարձրաձայնեցին վերադարձի իրավունքի հարցը։ Գործընկերս ասում է, որ չբարձրաձայնեցին, որ Ադրբեջանն էլ հակընդդեմ չբարձրաձայնի։ Բայց նախ տեսնում ենք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է, շարունակում է բարձրաձայնել։ Կարևորը ինչն է այստեղ։ Ալիևը խոսում է նախաառաջին հանրապետություն եղած վիճակը, երբ ասում է, որ 300,000 անձ պետք է վերադառնա։ Մենք Ալիևի տված կուտը ուտում ենք, ասում ենք, դե որ ինքը խոսում է մինչև առաջին հանրապետություն հեռացած 300,000 ադրբեջանցիների մասին, մենք էլ չխոսանք Ղարաբաղի բնակչության մասին։ Եվ գործընկերս ասում է, դե եթե իրավունքներից խոսանք մարդկանց ինչքան հետ պետքա գնանք։ Ես ասում եմ, կրիտերիան այստեղ շատ պարզ է։ Հայությունը Բաքվում չի ունեցել ինքնավարություն։ Հայությունը Ադրբեջանի մյուս տարածքներում ինքնավարություն չի ունեցել։ Հայությունը ունեցել է ինքնավարություն Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղի ինքնավար Բաքու վերադարձի իրավունք։ Մեր հայրենակիցները ունեցել են այդ ինքնավարությունը, որովհետև մոնո երկրում ապրել են խիտ բնակեցված եւ ապրել են դարավոր։ Ես կարծում եմ, որ մենք թե սպանավեճի շրջանակներում, թե միջազգային հարթակներում բոլորովին պետք է հստակ բացատրենք։ Ալիևը խոսում է պատմական փաստերից, մենք էլ կարող ենք այդ պատմական փաստերից խոսել, բայց մենք խոսում ենք իրավաքաղաքական վիճակից։ Իսկ դա այն է, որ խորհրդային միությունը փլուզվել է այն պայմաններում, երբ եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար միավոր եւ գիտեք միջազգային ամբողջ հանրությունը զգալի մասը Կոսովոն ճանաչել է, բայց Սերբիայի սահմանադրության մեջ այսօր Կոսովոն շարունակում է լինել տարածքային ամբողջականության մաս։ Ես չեմ հասկանում այն տրամաբանությունը, որ մենք մեր շահերը պաշտպանելիս պետք է մտածենք, որ նա էլ նա կասի։ Նա շարունակում ասել, եթե օրինակ Ալիևը չխոսեր այդ 300,000 ադրբեջանցիների մասին, պատմական հայրենիքի, ասեր գիծը քաշել ենք, հայերը ճանաչել են Արցախը Ադրբեջանի մաս, մենք էլ որևէ տարածքային պրետենզիա չունենք։ Ասում է տարածքային պրետենզիա չունենք, բայց 300,000 ադրբեջանցի ավտոմոբիլներով պետքա վերադառնան։ Երբ մենք մեր արգումենտը զիջում ենք միջազգային հանրության առաջ, Ալիևը իրեն չի զիջում։ Ամենամեծ խնդիրը։